Նախագծերով նախատեսվող փոփոխությունների նպատակն է վերացնել ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը, այն փոխարինելով ազդարար.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կատարվող կամ այս կամ այն կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ։ Մասնավորապես ներկայում Հայաստանի Հանրապետությունում գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ։ Նշված պահանջն արդիական է եղել նախկինում, երբ տպագիր մամուլը հանրության իրազեկման հիմնական միջոցն էր եւ այդպիսի նորմերը միտված են եղել հանրության լայն շրջանակների տեղեկատվության հասանելիությունն ապահովելուն, այլակերպ հրապարակային ծանուցելուն։ Սակայն վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը, թվային հարթակների հասանելիությունն ու դրանց միջոցով տեղեկությունների տարածման շրջանակը փաստում են տպագիր մամուլով տեղեկատվության հրապարակման ժամանակավրեպ լինելը։ Տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարումը, բացի այդ, տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է։ Այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի հասանելիության սահմանափակման եւ լրացուցիչ ծախսերի։ Հետևաբար տպագիր մամուլի հրապարակումները ներկայում չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև տեղեկատվության տարածման համար։ Ավելին, ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին օրենքի 3-րդ հոդվածից բխում է, որ հրապարակային ծանուցման դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, այն է ազդարար.am-ում, տեղեկատվության հրապարակումը պարտադիր է։ Այս պայմաններում լիովին բացակայում է տպագիր մամուլում հրապարակային ծանուցման անհրաժեշտությունը։ Գործող կարգավորումների վերանայումը բխում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրավական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից։ Արդյունքում հնարավոր կլինի ապահովել տարբեր գործընթացներից, օրինակ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացներից բխող տեղեկությունները, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման առնչվող հայտարարությունները, որոշակի տպաքանակ ունեցող մամուլում տեղադրելու պահանջի փոխարինումը, հայտարարություններ պարունակող հրապարակումների դեպքում ազդարար.am պաշտոնական ծանուցումների կայքում հրապարակման պահանջով, իսկ բանկային, ապահովագրական, ֆինանսավարկային եւ նմանատիպ այլ գործընթացներից բխող հրապարակումները կամ նույն ոլորտներում հայտարարությունների բնույթ չկրող, սակայն այլ փաստաթղթային հրապարակումների ենթադրող դեպքերում, օրինակ, հաշվետվությունների, եզրակացությունների եւ նմանաբնույթ փաստաթղթերում առկա այլ տեղեկությունների փոխանցում նախատեսող դեպքերում, կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակելու պահանջով։ Առաջարկվող կարգավորումները կհանգեցնեն հրապարակման գործընթացի արդիականացմանը եւ իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումների փոխարինմանը ժամանակին առավել համահունչ ու կիրառելի իրավակարգավորումներով։ Խնդրում եմ տալ իրական դիրքորոշ։ Շնորհակալություն Տիկին Գալյան, նախագծի հիմնական զեկուցողին հարցեր։ Խնդրեմ Տիկին Մինաս։ Ես իհարկե, քանի որ հարակի ձգուցողում գիտեմ, բայց կխնդրեի Տիկին Գալյան մի քիչ բարձրաբանեիք, թե ինտերնետով ծանուցումների որ տարբերակներն են օրինակ մինչև օրս մամուլում, տպագիր մամուլում հրապարակվում։ Մի քանի տասնյակ ոլորտային օրենսդրության մեջ առկա կարգավորումների մասին է խոսքը, որոնք պահանջում են ծանուցումները իրականացնել տպագիր մամուլի միջոցով։ Մի քանիսը ես իմ խոսքում նշեցի, մնացածը իրականում չեմ հիշի, բայց ցանկը հստակ կա։ Օրինակ, սնանկության հետ կապված գործընթացների մասին ծանուցումները, աճուրդների հետ կապված գործընթացների ծանուցումը, գերակա շահերի ճանաչման եւ սեփականության իրավունքի օտարման հետ կապված ծանուցումները, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող գործունեության հետ կապված ծանուցումները, բանկեր, ապահովագրական կազմակերպություններ, ֆինանսավարկային ոլորտում աշխատող այլ կազմակերպությունների ծանուցումներ, հաշվետվություններ եւ այլն, իրականում մենք ունենք հնացած կարգավորումներ, որոնք պետք է ուժը կորցրած ճանաչվեն եւ այս առաջարկը հենց դրա մասին է։